Ողջույն սիրելի ընկերներ, դուրս եմ գալիս բոսնելու, խանութներով շրջելու, ձեզ էլ ինձ հետ եմ տանելու, իսկ դուք պատրաստ եք, դե գնացինք։ Հեծանիվների պարկինգ ոնց որ լինի։ Ռեստորան ջրի վրա։ I literally want to see. Տրամվայը մոստի վրա։ Թաքուն նկարենք մարդկանց։ Չեկատակում եմ, ես թաքուն չեմ նկարում երբեք։ Կամ հարցնում եմ, կամ ուղղակի նկարում եմ։ Եթե չուզեն նկարվել, կասեն մի նկարի, ես էլ չեմ նկարի։ Բայց այնպիսի տպավորություն է, կարծես դարանակալել եմ ճյուղերի թփերի հետևում չեմ։ Հիմա այս տատիկն կասեն ես աղջիկը ինչ ա իրան խոսում։ Լավ եղանակ է, բոլորը նստած են գետի ափին, արև են վայելում, ոմանք էլ պարկած են, փաստացի։ Այս շենքի վրա ինչ-որ բան է գրած։
Yeah. That's the cookie. Վաու, լես մեկ ծաղի, լես տեղնա ինչ շիկարնի ան, բլյանտի պես պայլում ան։ Պայս պրինսեսը։ Ծովային թեման։ Ոնց այստեղ է կապուչուհի նավակ, վրանը ձիով է գրած։ Նավակների վրա ձիով է գրած։ Bonjour. Ouais, dans son version juste ici. C'est ça? Թեմախանութի հորտենզիաները ինչ բնական են։ Երկու հատը գնելու դեպքում մեկը անվճար, բոլոր ծաղիկներն են այդպես հիմա ներկաբանի։ Սա էլ մյուս գույնը։ Տասնվեց եվրո, չէ 17 սիրուն ադացես կարա Սրանք էլ R-Market-ից կատարված գնումներն են, այս խանութի մասին ես ձեզ էլի եմ պատմել, շատ մատչելի գներ են, հայկական խանութ է, համեղ, ամեն տարատեսակ ուտելիքներով լի։ Ինչու եմ հիմա ցույց տալիս ձեզ, սեղանին տրված է 10 արտիկլ, 2 լավաշ, 2 պուրի հաց, պուրին առկա է շաբաթ եւ կիրակի օրերին, հայկական պուրի է սա, սպիտակ հնդկաձավար կարմիր, լոխումը, 2 պանրիկը եւ խավիարը։ Խավիարն ու լոխումը շատ ենք հավանել եւ էլի ենք գնել։ Ինչու եմ ցույց տալիս այս ամենը, որպեսզի տեսնեք ինչքան մատչելի է գները։ Ընդամենը 10 արտիկլի դիմաց ես վճարել եմ 25 եվրո, այսինքն միջին հաշվով գալիս է 1 արտիկլը 2.5 եվրո։ Այնպես որ եթե ապրում եք Ստրասբուրգում, այցելեք R-Market եւ օգտվեք մատչելի որակյալ համեղ սննդամթերքից, մեր քիմքին հարազատ եւ արկա է ամեն բան, ինչ մենք սիրում ենք, ինչ կերել ենք, օգտվել ենք Հայաստանում։ Նաեւ պաղպաղակի սեզոնն է, կա ռուսական պաղպաղակ մշտապես, այնպես որ կարելի է իրոք միշտ օգտվել այս խանութից, խորհուրդ եմ տալիս միանշանակ։ Օգտվեք, փորձեք ու համոզվեք։ Դե սա էլ արդեն Lidl-ից կատարված գնումներն են, մտքեր պաղպաղակի սեզոնն է, կոկոսի համով պաղպաղակ, ալյուր, սա 4 ռոժ է, քիմիկ է կոչվում այստեղ, եւ պանիրների տեսականի, երշիկների, երշիկեղենի տեսականի, ամենակարևորը մեր սիրած հացը, հենց անուշ է բուրում, հացը պետք է թարմ թխված լինի, չեմ սիրում հաջորդ օրը նույն հացը ուտել, այսինքն ինչ մի սիրելու բան է, պիցաներ եւ առաջի անգամ եմ տեսնում, որ այստեղ ձուն զեղչված լինի, 6 եվրոից դարձել է 4.50,
Նախկինում իրական արժեքներ այդքան ձվի շատ է բարձրացել ձվի արժեքը, ինչպես նաև բոլոր սննդամթերքների։ Այս բալի համով ֆանտան նորույթ է իդեպ, կոլան էլ էր արտադրում բալի համով գազային ըմպելիքներ, հիմա այդ ֆանտան է բալի համով արտադրել, այս դեղցերը շատ համեղ են, տափակ դեղցերը։ Դե իհարկե այս ծիրանը չի ունենա մեր հայկական ծիրանի համը։ Եվ այսքանի համար, այսքան մթերքի համար վճարել ենք ընդամենը 45 եվրո 16 սանտիմ։ Նորմալ է, մեկ շաբաթվա համար նորմալ է, չնայած թե բնականաբար տանը ուրիշ մթերքներ էլ կան։ Սա էլ Lidl-ից կատարված գնումները այս շաբաթվա համար։ Դե ինչ կրկին հաճելի պահ, unboxing ենք անելու, դուք դա սիրում եք, ես դա գիտեմ, ես նույնպես, եկեք միասին նայենք, թե ինչ կա ներսում։ Այսպես ավելի լավ է, դուք իմ էմոցիաները միանգամից եք տեսնում զգում։ Արդեն հետաքրքիր է։ Նվեր կոնֆետ, որը բնականաբար ես չեմ ուտի, բայց տեսեք ինչ գեղեցիկ է այս վզնոցը, ես չէի պատկերացնում, որ այն այսքան գեղեցիկ է։ Ինչ գեղեցիկ է, բագույները, ակվամարինի բոլոր երանգները։ Մասական եմ այն կողմնային լույսի տակ։ Ավելի գեղեցիկ է ու ճոխ, եթե նկատեցիք մրգային թեմա է, ամառային, գիլասիկներ են այստեղ, հետաքրքիր թեմա է, հիմա գիլասի սեզոն է, չէ, մրգային, հավես, ամառային թեմա է այս վզնոցը, պատկերացրեք, որ շատ արագ սպառվում են այս վզնոցները, հիմա ինտերնետային հարթակում, նախորդ տեսանյութերից մեկի ժամանակ ես ցույց տվեցի հեմատիտե տարբերակը, գտել էի ևս մի քանիսը, 3-4 հատ անմիջապես գնեցին, սա էլ ինձ բաժին ընկավ, ամառային գեղեցիկ վզնոց է, գույնը գիտեք կանաչին խփող է, բայց կամերան միշտ այս գույնը ավելի կապույտին խփող է ցույց տալիս, տեսեք, իսկական կապույտը սա է, իսկ այս մյուս գույնը ավելի շատ ակվամարին կանաչին խփող գույն է, հիմա այստեղ էլ է տարբերությունը, երևում է իրական կապույտի և ակվամարինի, բայց իրական կյանքում սա ավելի կանաչին խփողներ են և ուզում եք տեսնել իրական կյանքում ինչպես է այն նայվում, հիմա ես կփորձեմ, կկրեմ և դուք կտեսնեք։ Շատ հոյակապ գունային գամայով հիասքանչ վզնոց, ծովի ալիքների բոլոր երանգները առկա են այստեղ, փիրուզագույն, կապույտ, երկնագույն, ակվամարին, շատ հաճելի էմոցիաներ արթնացնող վզնոց է, վականսային ճամփորդական ծովային տրամադրություն առաջացնող, բայց ինչու ոչ այն կարելի է նաև կրել առօրյա լուքերի հետ քաղաքում, բայց ինչևէ ամառային վզնոց է, ծաղիկների թերթիկներով, մրգերի դետալներով, կվերագրեմ 1960-ականներից 1970-ականները, որովհետև փականից է դա երևում, ինչպես նաև թեմատիկայից, վերջերս մի քանիսը ես գտել էի ինտերնետային հարթակում, արագ սպառվեցին, ես հասցրեցի գնել ընդամենը 2 տարբերակ այս վզնոցից, մեկը հեմատիտե հուլունքներով, իսկ մյուսը այս ակրիլիկ հուլունքներով, ամառային լուքերի հետ, սա այն է, ինչ պետք է։ Ամառային թեթև պոզիտիվ տրամադրություն է առաջացնում, Փաթեթ եմ ստացել, եկեք տեսնենք, թե ինչ կա ներսում։ Այս անգամ Իսպանիայից է եկել, այս զարդերը ինձ մոտ, հիմա եկեք ուսումնասիրենք։ Ահա թե ինչ, ինչպես նկատեցիք Ջովանի կոլեկցիոն զարդեր են, վաու, կոլեկցիոն Ջովանի, իսպանական ծագումով զարդեր, օրիգինալ բուխով, օրիգինալ փաթեթավորման, գնահատում եմ, սիրում եմ, կրում եմ,
այդ տարբերակն է։ Շատ գեղեցիկ ականջողեր են, կլիպսներ չեն, պուսետներ են, ինչպես տեսնում եք։ Ամբողջովին նոր է, շատ գեղեցիկ է, ոսկյա զարդի է իսկապես նման, ոսկե ջրած զարդեր են սկանք սկելիներ, եթե չգիտեք, ասեմ կամ առաջին անգամ եք ինձ հետ ահամարկեղով կան Ջովանի, թանկարժեք բիժուտերիա է, չափսն էլ բավականին լավ չափս է, ըստ ցանկության կարելի է ռեգուլե անել, շտան, ասեք, որ շատ գեղեցիկ զարդ եմ գնել, ահա, այսպես պետք է անցկացնել, անգամ այս մասն են մտածել, որ մտնի համապատասխան տեղը, դե այստեղ կա արդեն օրիգինալ այսա, օրիգինալ իտակը և անձնագիրը այս արդի, Ջովանի, ընկերության մասին պատմող փաստաթուղթ, տեսնենք ինչն է սա էլ, 94 թվականին է գնել գնորդը, հետաքրքիր է, դեկտեմբերի 25-ին, շատ հետաքրքիր է, ես միշտ ուսումնասիրում եմ ուղեկցող փաստաթղթերը, ահա այսպիսի ուղեկցող գարանտիայի թուղթ, նաև որը արդեն հավանաբար լրացել է, բայց ասեմ, որ այս զարդերը ցմահ գարանտիա ունեն, այսինքն երբեք չեն փչանում, մետաղը բարձրագույն չժանգոտող պողպատից է և զարդերն էլ ոսկե ջրված են։ Հիմա անդրադառնանք հաջորդ զարդին, տեսնենք ինչ է սա։ Ես գիտեմ, թե ինչ է։ Այս զարդից ես ունեի և պատվիրել եմ երկրորդը, ահա այն իր ողջ գեղեցկությամբ, ուրեմն սա Movitex ընկերությունն է, այս զարդը պատկանում է Movitex ընկերությանը, բնական քարեր են և երկուսն էլ այս քարերից այս երկուսը յանտարներ են, թևնոցի վրա ավելի շատ յանտար կա, ուրեմն ցիտրին յանտար, այս մյուսն էլ չեմ հիշում ես կանաչը ինչ քարեր, բայց բնական քարեր էլի, իմ նախորդը տեսանյութերի մեջ երևի թե ասում եմ ինչ քար է, այս պահին մտքիցս թռել է, կներեք, ամենայն դեպս լրիվ բնական է։ Այս երկու սեթը զարդերի գնել եմ միասին և ահա տարբերակը, որը որ ես ունեի արդեն, սա էլ հանդիպեց ուղղակի գնել եմ, նույն զարդն են, նույն քարերով, նույն չափսի, թևնոցը, վզնոցը, ինչպես տեսնում եք, սա էլ վզնոցը, լրիվ նույնը, նույն արտադրողի կողմից, Movitex արդեն վինտաժային է սա, այլևս այս բրենդը գոյություն չունի։ Դե քանի որ ես արդեն ծանոթ էի այս զարդերին, որ բնական քարերից է, ոսկե ջրված է, հանդիպեց այդ կոմպլեկտ Ջովանիի հետ, գնեցի նույն գնորդից։ Իմը կմնա ինձ, իսկ երկրորդ տարբերակը ազատ է, ցանկացողը կարող է ձեռք բերել։ Սա որակյալ բիժուտերիա է, որը վաճառվել է ոսկերչական խանութներում, այսինքն կարելի է համարել ոսկերչական կտոր, քանի որ քարերը բնական են, ոսկե ջրված է և շատ գեղեցիկ է։ Սիրում եմ, գնահատում եմ, կրում եմ, սա էլ թողնում եմ ձեզ այս մեկը։ Ցանկության դեպքում կարող եք ձեռք բերել։ Դե գնահատեք։